Բարի առավոտ սիրելի հեռուստադիտող 21 TV եթերում իր աշխատանքն է սկսում օրդ բարի առավոտյան ծրագիրը Անահիտ Վրեժ Կիրակոսյանները եթերում է Ոչինչ չի փոխվում ենք կրկին մեծ սիրով ուրախությամբ դրական էներգիայով լեցված ուզում ենք որ ձեր օրը իսկապես լինի բարի իսկ բարությամբ լցնելու համար լավ ելևէջներն են չէ պակաս Երաժշտության հետևից հետո կվերադառնանք ու կշարունակենք մեր այսօրվա եթերը Թող բացվի առավոտը թար Քեզ համար Առավոտեքին զանգեցին քավորին ասին գնում ենք կողքի գյուղ Ծանոթ անծանոթ հարևան բարեկամ հավաքվեցինք իրար գլուխ Եկանք որ տանենք վաչոյի աղջկան են էլ իմացանք նոր տարան Ոչինչ մենք հետ կուզենք հայկանուշին կտվոր հերուսի աղջկան այ քեզ բան Հոպար խաչիկը բացեց խմիչքը Քերի հարութը փակեց խանութը Վարդը նվիրեց պատշար հրանտը Անժիկի մարդը Հարսի աղբերը փակեց դռները Քավոր մհերը հանեց փողերը Բայղու շարտուշը թրցրեց խուշը Տվեցին տուշը Երազներիդ միջի հայտեղեն եմ Կայսում շալվարով եկել եմ ուզեմ Գեղամիջին եկել ու կայնել եմ Գոնե տենամ նոր ուզեմ Երազներիդ միջի հայտեղեն եմ Զուրնադը հոլով եկել եմ ուզեմ Գեղամիջին եկել ու կայնել եմ Գոնե տենամ նոր ուզեմ Կահագին պարեցինք ու երջանկություն մաղթեցինք Մի պահարփած նստած հիշեցինք, որ պիտի նվերները տայինք Մտածեցինք կլնի ապարանջան, շղթամատնիկ մեկ էլ մարջան Հանցնելու պահին տեսանք ինչ են տալիս ու գորացինք Վայ մամա ջան Հորքուր վասիկը տվեց ծլիկը Մորքուր սատիկը տվեց ուլիկը Զարմիկ հայկազը տվեց կամազը Խպեց կնդավազը Զոքանչ բայիկը դրեց բարիկը Բարելով տարավ տվեց մատնիկը Դհոլ ճունասինք մի հատ զարկի տուշ Ալա մի հատ զարկի տուշ Լավ չէ սապեր Երազներիդ միջի հայտեղեն եմ Կայսում շալվարով եկել եմ ուզեմ Գեղամիջին եկել ու կայնել եմ Գոնե տենամ նոր ուզեմ Երազներիդ միջի հայտեղեն եմ Զուրնադը հոլով եկել եմ ուզեմ Գեղամիջին եկել ու կայնել եմ Գոնե տենամ նոր ուզեմ Երազներիդ միջի հայտեղեն եմ Կայսում շալվարով եկել եմ ուզեմ Գեղամիջին եկել ու կայնել եմ Գոնե տենամ նոր ուզեմ Երազներիդ միջի հայտեղեն եմ Զուրնադը հոլով եկել եմ ուզեմ Գեղամիջին եկել ու կայնել եմ Գոնե տենամ նոր ուզեմ Վերադարձանք 21 TV եթերում իր աշխատանքը շարունակում է օրդ բարին եւ ժամանակն է ներկայացնելու մեր հյուրերին Մենք այսօր ունենալու ենք երաժշտական եթեր, հրաշալի պրեմիերա, իսկ մեր հյուրերն են երգիչ Սամսոն Պանյանը եւ ամշենահայ երգչուհի Ռիմա Պապոյանը Բարի առավոտ Բարի լույս ձեզ Բարի լույս Շատ ուրախ ենք, որ այսօր մեզ մոտ եք տաղավարում առավոտյան ու լավ նորությամբ Ինչը ձեզ բերեց Հայաստան Սերը երաժշտության Ես իմ ազգս շատ սիրում գում Կարելի է ասիմ համշենա Իհարկե Ավելի լավ է քո լեզվով, քան ռուսերենով Ինչ Ինչպես հարմար եք գտնում Բիջիկ ժամանակս ես երբ որ բիջիկ էի մտածում էի ինչի հայերը այսպես տարբեր են Разные армяне Չէի հասկանում Պապաս երկում էր тоже Ինքը ինձ սորվեց էներգու ուր վարի երկերը անըմբես սորված էր
Բայց հետո ժամանակ ոնցավ Սամսոնը ճիշտ սովորացրեց ինձ։ Այսինքն Սամսոնը ձեր երկի դասատուն է նաև եղել։ Հա, 2 տարի։ Վրեժ, գիտես մեզով ծանոթացել Նոնա Սարգսյան, հիշում ես Դորեմիի ժամանակ մեր Սոչիից մասնակիցը մեր հետ 19 թե 20 թվականներ Նոնան, հա, Նոնան կապվեց, որ Սամսոն ջան, մի հատ աղջիկ կա մեր մոտ, երգում է, բայց ավելի շատ էստրադա է երգում, հիմա ուզում է ավելի ժողովրդական ուղղվածություն, կպարապես հետը անկեղծ այդ ընթացքը sense ասած on-line աշխատում ենք արդեն հեռավար աշխատում ենք, բայց ոնց որ նամանավանդ լեզվի խնդիր կա, մի քիչ չի պատկերացնում, փորձենք։ Փորձեցինք ու տենց եկել եմ, բայց ճիշտ ընկան ճիշտ չէր, ոնց Արդեն մասնագիտական խորացված պարապեցիք եւ այսօր հասակ նրան, որ դուք միասին դուետ եք ներկայացնում, միտքը ինչպես ցակեց, որ աշակերտու հետ անել դուետ։ Մենք միասին 2021 թվականին ունեցել ենք համերներ Սոչիում եւ Սուխումիում, ճիշտ եմ, չէ, Սուխումիում, հա։ Ու այդ ընթացքում համերգի ժամանակ հենց Էրնակ երգով ինչ որ մի հատված փոքր ակապելա եղավ համերգի ժամանակ թարի ուղեկցությամբ սիրուն ու այդ հենց այդ ժամանակ միտքը եղավ որ կարելի է ինչ որ մի բան անել ու Ռիման գնում էր որ դեպի նենց բան որ նոր լինի, նոր երգ լինի, ինքը գրի ու տենց չէի մտածել որ ես մի ժամանակ կգրեմ ինքս երգ։ Ահա։ Եվ այս ստեղծագործությունը դուք եք գրել։ Հա, խոսքերը ես եմ գրել, ես գուզեի իմ միտքս, իմ սերս այս հայերեն միացնել, այսպես ասած, որ ինչի ես համշենահայ եմ, դու Հայաստանու հայ ես, բայց մենք տարբեր ենք, ինչու։ Այսինքն ձեզ դուք չի գալիս Շերան երկեցի, հենց իր խոսքի մեջ, ասում այսինքն որ այդ կապի միջոցով հենց այդ Սայաթնովա Շերամը երկեց ու եկավ հասավ սրան։ Մտածեցի ինչից սկսեմ, փորձեմ ինքս գրել այդ երգը։ Հայ նոր տեսնի, գասե բարև, չէ։ Այդ խոսքերով սկսվեցավ այդ առաջին կուպլետը։ Մենք առաջարկում ենք հիմա դիտել հոլովակը, հեռուստադիտողներ ծանոթանալ, լսի, որից հետո քննարկենք, թե ինչպես խոսքերը գրվեցին եւ տեսահոլովակի մանրամասները։ Այս պահին մեզ մոտ պրեմիերա Սամսոն Պանյան եւ Ռիմա Պապոյան, հայեր։ Գեղեցիկ ստեղծագործություն եւ նոր տեսահոլովակ գնացինք։ Շատ լավներ, իսկապես շնորհավորում ենք, ամեն ինչ կար կարծես թե, հա, եւ պար, եւ երգ, եւ հետաքրքիր գործիքների վերլուծություն, հա, նորաձև։ Մի քիչ կպատմեք, հա, հոլովակի ստեղծման մասին։ Խոսքերը գրվեցին ու հենց այն թեմատիկայով, որ պետք չէ իրար զատել, որ բոլորս էլ հայ ենք, կապ չունի, համշենահայ ենք, Լոռիից ենք, Գյումրիից ենք, բոլորս հայ ենք։ Սա գաղափարային առումով հասկանալի է, իսկ մնացած նյուանսները։ Երաժշտությունը գրել է Իմ ընկեր, լավ ընկեր աղբեր ասած Ազատ Ավետյան կոմպոզիտոր։ Խոսքերը ես գրեցի, զանգեցի ինքը այն ժամանակ Ամերիկայում էր, զանգեցի, ասते Ազատ ինձ պետքա երաժշտություն Խոսք եմ գրել։ Հիմա քուրս սպասի։ Շատ ժամանակ չանցավ պատրաստ եղավ, հետո Սարգիսը այդ արանժիրովկան արեց Razgar Label у него студия Իսկ ինչպես միտք ծագեց դուետին Սամսոնին դե ես երգը գրել եմ, չէ, այնտեղ անպայման պետք է լոր Հայաստանից մարդ լինի ինձ համար լավ երկող է Սամսոնն է իմ հարկելիս, այդպես ասած խնդրեցի, աստի предложила вот Միասին երկենք մի գեղեցիկ ստեղծագործություն, որը որ համախմբում է հայ ժողովրդին եւ ասում է հայեր ջան միացնենք ամբողջ հայությունը Հիմա Սամսոնից բացի արդեն Վրեժին եք ճանաչում էլի հաջորդի որ մի բան լինի հաջորդ ես ձեզ հետ կերկեմ սիրով Սամսոն ջան դուք մի անգամից համաձայնեցիք թե ասում եք չէ բան խոսքերի մեջ ենք չէ ոնց որ թե ինչ որ վերջավորություններ կար ուղեցինք ինչ որ բաներ արեցինք մի քիչ ավելի թեթև էր ոնց որ երգը մի քիչ ավելի ես ուրիշ բան էի ուզում ավելի աշխատատար սենց ասած բան էի ուզում բայց փորձեցինք քանի որ եղել էր
եկանք այդ համաձայնության ձայնագրվեցինք, ես շնորհակալ եմ շատ Հայկին Նավասարդյան, այստեղ ես իր մոտ ձայնագրվեցի իմ մասը, ուղարկեցինք այնտեղ Սոչի, այնտեղ մի մաստերինգ արեցին արդեն։ Երաժիշտները ովքեր որ նվագում են, ովքեր են այ Քեմենչա չալողը, մենք Քամանի ենք ասում, ենք Քամանի։ Շենա հայրս Միխայել Տորոսյան, այդ շատ սիրված մի այնտեղ շատ գեղեցիկ եւ ֆանտաստիկ ողջույնները հրաշալի երաժշտին, շնորհակալություն։ Կարևոր է ազգային գիծը պահվել է երգի մեջ ու շատ շեշտը դրվել է հենց Համշենի հետ կապված տարազները, գործիքը հենց Քամանին, որը որ այնտեղ ավելի ակտուալ եղել, նույն տարազները, նույն բարը, տեսահոլովակի դաշտ, հա, ինչպես եղավ տեսահոլովակը, ով է ռեժիսորը եւ ինչպես նկարահանվեց։ Եվ որտեղ եք նկարահանել։ Ամենակարևորը։ Այ ձեր միջանցքին շատ հետաքրքիր է։ այդ Սոչից հերու չէ շատ Ես Հայաստանում եմ նկարում։ Վիզանտիյսկի խրամ։ Այսինքն դուք նկարահաններ արել եք Սոչիում, իսկ դուք Հայաստանում։ Հա, այստեղից օպերատորը նկարել է ինձ մեր Երևանի նոր վերանորոգված կամուրջը Այո։ Կամրջի մոտ է նկարահանվել այդ Շատ գեղեցիկ է, շատ։ Կարմիր կամուրջը։ Այո, Կարմիր կամուրջի մոտ է նկարահանվել իմ կադրերը, այստեղից օպերատորն ուղարկել է այնտեղ իրան տանջվել ենք։ Բայց շատ հետաքրքիր է, Եղանակը շատ վատ էր, իմ աշխատանքի հետ կապված ժամային գրաֆիկի հետ կապված չէր ստացվում, որ անեինք պետքա ես քոլեջում աշխատանքը վերջացնելուց հետո փորձեինք այդ կես ժամ ընդամենը լույս ունենք, արդեն մութ են գնում, որ հասցնենք 3 անգամ գնացել ենք, հասել ենք տեղ ու չենք կարացել նկարանենք, որովհետև միջև այդ խցանումներ, միջև հասնել տեղ, արդեն վերջը, հասկացանք, որ դուք լույս եք տարածում, ինչ կապ ունի օրվա ժամին։ Դե ես գիտեմ, դե առաջ շնորհակալություն, բայց դե չէ այդ լույսի մասին չէ խոսքը։ Ցերեկային լույսի մասին։ Ցերեկային լույսի մասին էր խոսքը։ Մի խոսքով մի կերպ սենց մի քիչ շատ սենց բարերի հատված կային, բեմադրություններ կան, Ռիմա ջան, այդ բարերը, բեմադրությունը, հենց թոփալ բարն է ներկայացրած։ Թոփալ բարը, հա, այդտեղ Թոփալ բարը վատ է հնչում, բայց բարի, как сказать правильно։ Բեմադրողը թե Ռուսերենով ասա։ Էլինե Ավետիսյանը, вот այդ նրա խումբն է, Էլպար, вот Այնտեղ ձեր ազգային պարն եք էլի պարում։ Հա, էլի մեր ազգային պարը։ Եվ կոչվում է թոփալ պար։ Թոփալ պար, հա։ Այսինքն դա կաղ թոփալ բար։ Եվս։ Մեզ մնում է միայն ձեզ շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար, որովհետև ինձ թվում է շատ հետաքրքիր տեսահոլովակ ու երգ է ստացվել։ Ես գիտեմ, որ դուք մեկնում եք, ել երբ եք գալու։ Երբ եմ գալու։ Արդեն երրորդ անգամ, կարծեմ երրորդ անգամ ա եղել, առաջի անգամ Ռիման Հայաստան եղել է հենց 2021-ի գարնանը, չէ, ոնց որ։ Կյանքում առաջին անգամ, հա։ Չէ, եղել եմ, Դե փոքր ժամանակ որ ոչ մի չէի հիշում։ 13 տարի առաջ մի անգամ, հետո Ես ուզում եմ ձեր տպավորությունները, այսինքն քաշում է Հայաստանը։ Շատ քաշում է։ Հա, եթե չքաշեր հաստատ մի եթերի համար Հայաստանում չէր լինի, իր ողջավորվածությունը։ Այո, եկել է այսօր մեզ։ Երբ որ ես տեղյակ պայծի, որ տեսահոլովակը տեղադրելուց հետո, որ Լիլիթը առաջարկել է, որ 21 TV-ում քննարկենք տեսահոլովակը պրեմիերա ներկայացնենք, Ռիման ցենց շատ ողջավորվեց ու Երեկոյան ասեց ես էլ եմ ուզում գամ, կարող եմ գալ, իհարկե։ Ունեմ, ես ալ սորվեցել եմ գոդաղոցը երկուշ, ինչքան որ ես կայնում, իմ Համշենա բարբարովս իմ Այնտեղ ստուդիա ունի Սոչիում հիմա հիմնած հայկական երաժշտություն, նույնիսկ ռուս ազգի երեխաներ կան, որոնք որ հաճախում են այդ ստուդիա։ Սորվիգու հայերեն ժողովրդական երգ։ Ինչ հրաշալի է, շատ հայապահպանման մեծ գործողություն է իրականացնում Սոչիում։ Այնտեղ Краснодарский край, այդպես ասած, չկա այդպես խումբ, Նարենի project называется։ Մենք հայկական ժողովրդական երաժշտություն է տարածում, ռոպագանդում, համերգներ, նաև ամեն ինչ։ Դուդուկ։ Իրականում շատ կարևոր գործով եք զբաղված ու ապրեք ու մեզ շատ մեծ դժվարությամբ հավաքեց ազգային նվագարաններ, մեկը Սոչիից, մեկը Ատլերից, մեկը մյուս քաղաքից, sense ասած։ Համերգը երբ որ համերգը կազմակերպել բացի որ, այսինքն համախմբվեն, ծանոթանան, իրար հետ փորձեն այդ ազգային գիծը ուղղվածությունը մի քիչ ավելի զարգացնեն հենց Սոչինսկի ռայոնում, ճիշտ եմ ասում, որ այսինքն
հայկականությունը մի քիչ ավելի շատ տարածվի ու երեխաները մեր հաճախ են դպրոց, հենց հայկական նվագարաններ ուսումնասիրեն, հենց հայկական երգ ուսումնասիրեն, որը որ իսկապես շատ կարևոր քայլ է նամանավան դրսում ապրող ու դրսում ծնված մեծացած երեխաների համար։ Անշուշտ, շատ կարևոր գործ է Կամրիմա ջան, ապրեք դուք, մենք ցանկանում ենք միմիայն հաջողություններ, թող իմանան ինչու ոչ լուսաբանվի եւ այնտեղից երեխաներ ավելանան ու առնչվեն մեր հայկական արվեստի հետ, որովհետեւ Սփյուռքում դժվար է։ Իհարկե շատ բնականաբար դժվար է։ Լիզում պահելը, սովորացնել այդ ամեն ինչ։ Այն էլ այսօր այս շատ մեծ գործ է կանում Սիրում եմ։ ազգանվեր արդեն բարձ է, եթե սիրեիք չէի կանի, ազգանվեր գործ է ձեր աշխատանքը եւ շատ կարևոր են սերունդները, ովքեր Ես շնորհակալ եմ իր ամուսնուն Արմենին, որ այսինքն բոլոր առումներով հիմա ինքը Ռիմայի կողքն է ու սենց ասած ընկերներով մեր ողջույնները Արմենին, այո, Արմեն ջան, ողջույն, Արմեն ջան, չարկելեք երբեք, թույլ տվեք, թող շարունակի, որտեվ ազգանվեր։ Չէ, ամեն առումով հիմա օգնում է, որ տարածում է, անում է, ամեն ինչը, որտեվ մի բանա դու անես, մի բանա մենակին Սոչիում անել շատ բարդ է այդ ամեն ինչը, շատ օգնում է, շատ ապրի, ու որ ասեմ շահախնդիր է այդ ամեն ինչը լինում, չկա տենց բան։ Անշահախնդիր մարդիկ անում են, ես նաև որպես Հայաստանաբնակ երգիչ, ես այնտեղի հայ համայնքի ուշադրությունը շատ կուզեմ, որ լինի այդ ամեն ինչին, ինչ որ Ռիման անում է, բոլոր առումներով ուշադրությունը, որովհետև այն ինչ որ Ռիման անում է, դա անգնահատելի է։ Ես խնդրում եմ ձեզ ուշադիր եղեք, օգնեք, որպեսզի հայկական երգն ու երաժշտությունը մարդիկ կարողանան ավելի շատ տարածել, որովհետև մենք իսկապես ունենք դրա խնդիրը։ Մեր երեխաները, որոնք որ դրսում ծնվել են, մեծացել են, անտեղյակ են հայկական երաժշտությունից, հայկական գործիքներից, նվագարաններից, լադերից, օգնեք, որ մարդիկ իրենց աշխատանքը ավելի շատ կարողանան անել ու ավելի շատ ազգայինը տարածվի, հայկական ազգային երաժշտությունը տարածվի։ Դուք էլ ապրեք անչափ, որովհետև հենց այս գործով էլ ցույց եք տալիս էլի միասնականություն, որ հայերը իրարից չեն զատվում, ներկայացնում եք լավ աշխատանք ու ձեր օրինակով եք լինում Սփյուռքի կողքին, Սամսոն ջան, մենք կսպասենք նոր անակնկալների, նոր համագործակցությունների, ինչու ոչ համերգային ծրագրերի ու սիրով կլուսաբանենք այդ մասը։ Շնորհակալ եմ շատ, միշտ մեր կողքին լինելու համար, միշտ մեզ լուսաբանելու համար, որ հարազատ մի հատ Միջավայրաստեղծ տաղավար ոնց որ տան մյուս սենյակ մտնես, այդտենց հարազատ է դարձել արդեն։ Շնորհակալ ենք անչափ, եւս մեկ անգամ շնորհավորում ենք տեսալվակի պրեմիերայի կապակցությամբ, գնացեք էլի դիտեք, մեկնաբանեք, տարածեք, գտեք իհարկե եւ հետաքրքիր ստեղծագործություն է, ձեզ շնորհակալություն, հաջողություններ ենք մաղթում, մեր ողջույնները Համշենահայությանը, մեր իհարկե Սփյուռքում բնակվող բոլորին հատուկ ողջույններ ու պահպանեք ազգայինը, սա շատ կարեւոր գործ է։ Այսօր եւս մի հետաքրքիր անձնավորության հետ ծանոթացանք, ով որ կարողանում է պահպանել հայկական մշակույթը, հայ երաժշտությունն ու արվեստը, որպեսզի չկորչի եւ սերունդները փոխանցեն իրար։ Շնորհակալություն ձեզ, մեր ողջույնները նաեւ ձեր ընտանիքին, լավ եղեք եւ այսօրվա համար ձեզ ամենալավ իհարկե ամենալավն ենք մաղթում, որպեսզի կարողանաք իհարկե նոր ստեղծագործություններ ունենալ։ Դե ինչ, այսպիսի դրական ու երաժշտական եթեր այսօր ստացվեց սիրելիներս, ես էլ եմ ողջունում մեր Սփյուռքում բնակվող հայերին ու առհասարակ բոլոր այն մարդկանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում պահել ու պահպանել մեր հայկականը ու սերունդների մեջ տարածել, որտեղ այս օրերում, այս դարում դա կրկնակի բարդ է դարձել։ Շնորհակալություն ձեզ սիրելիներս, այսօրվա համար նախատեսել ենք այսքանը, ձեզ հետ Վրեժն ու Անահիտն էին, մնաք բարով։ Սիրեք հայկականը եւ լսեք միշտ հայկական երաժշտություն, լավ որ բոլորիդ։